Թալինի քպական քաղաքապետը 3 աշխատանքային ժամին Արագածոտնից Էջմիածին էր հասել մարտական տրամադրությամբ։ Մայրաթորի դեմ Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային էր մասնակցում, բարձրացել էր մայր տաճարի սյուներին ու չէր իջնում։ Ոստիկանները, որ օպերատորներին թույլ չէին տալիս այստեղից նկարահանում անել, Փաշինյանի բորբոքված թիմակցին հանդարտեցնելու, իջեցնելու քայլ չէին անում։ Համազգեստավորները մարդկանց վիրավորող քպականի նկատեցին, երբ կրքերը թեժացան։ Ամեն ինչ տրամաբանության մեջ է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանի պատկերի մեջ ամբողջական տեղավորվող հայոց չինովնիկներ, աշխատանքի ժամին Նիկոլ Փաշինյանի սրտով մասնակցող ինչ-որ պրոցեսներին չինովնիկներ, ամեն ինչ նորմալ է եւ անպատժելիություն, ամենակարևորը երաշխավորված անպատժելիություն ցանկացած գործողության պարագայում։ Հենց Փաշինյանի երաշխավորած անպատժելիությունն է ԿՊԱ-կանին հասցրել Էջմիածին, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, նա այս տեսարանից չի զարմացել։ Եկեղեցու հայոյանք հնչեցնող մարդը ԿՊ-ի ամբողջական պատկերն էր, այդ օրվա պատկերն էր, որտեղ մնացած օրերի համար Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ իր փոխարեն որևիցե մեկ այդ կարգավիճակը նիշան զբաղեցնի։ Տավրոս Սափեյանն ամբողջ օրը չարձագանքեց մեր զանգերին, չկարողացանք ճշտել, ինչու էր աշխատանքային ժամին հասել Էջմիածին։ Հիմա ձեզ պետք է ասեմ ինչու եմ եկել։ Կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին միանալը աշխատանքից առավել կարևորել էր նաև Վեդիի ԿՊԱ-ական քաղաքապետը։ Կեսօրից Գարիկ Սարգսյանն արդեն տեղում էր։ Ինչու է աշխատանքային ժամերին լքել համայնքապետարանը։ Լրագրողների հարցերին ըստ էության չպատասխանեց։ Իմ բանու գործը թողաշի։ Դուք հանգիստ եղեք։ Մենք ձեզ վճարում ենք ինչի համար։ Դուք պետության հաշվին եք վճարում։ Դուք չեք ինձ վճարում։ Ոնց։ Հարկատուները չեն վճարում։ Իմ համայնքի բնակիչն է իր մուծած հարկերից, ես աշխատավարձ եմ ստանում։ Դուք չեք ինձ վճարում։ Նման պատվիրակում չէր կարող անել համայնքը եւ ինքն էլ նման լիազորություններ չունի համայնքը այդ ոլորտում ներկայացնելու, այնպես որ մարդը մոլորության մեջ է, մարդը անգամ իր նվազագույն պարտականությունները չգիտի, իր լիազորությունների շրջանակները չգիտի, ու ոչ մի զարմանալի բան չկա։ Մայրաթորի դեմ հավաքին աշխատանքային ժամերին մասնակցելու անթույլատրելիության մասին 3 ակնարկել էր տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը։ Ժամը այնպեսին է, որ աշխատանքային ժամ է։ Արդյոք ԿՊԱ-կաների հարցը կքննարկեն կուսակցությունում, պարզ չէ։ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագրում նաև օրեր առաջ էթիկայի կանոնագիրք են ընդունել։ Քաղաքական կուլտուրայի զարգացման գործում իրենց պատասխանատվությունն են ամրագրել, բարևարկության ստանդարտներ սահմանել, որ դուրս լինեն հայոյախոսությունից ու վիրավորանքից։ Արդյոք ԿՊ-ի սահմանած էթիկայի ստանդարտների շրջանակում է Տավրոս Սափեյանի վարքը եւ հնարավոր է հենց նրա հարցը քննեն։ Կուսակցության վարչությունից այսօր ճշտել չհաջողվեց։ Իշխանական падգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ երեկվա դեպքերին չի հետևել ու հրաժարվեց մեկնաբանել։